Պատվարժան դատարան, մենք այսօր միջնորդություն ունենք նիստից առաջ ներկայացված, իհարկե հասկանում եմ, որ աշխատանքային ժամը մոտենում է ավարտին, բայց հարգերջ ասեմ ինչի մասին է, վարույթի մասնակիցները եթե չառարկենք, հնարավորություն ունենանք հնարավորինս հակիրճ ձևով ներկայացնել։ Ինչպես տեղյակ եք, սույն թվականի դեկտեմբերի 1-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կողմից հրավիրվել է եպիսկոպոսատ ժողով, իսկ իմ վստահորդ Բագրատ Սրբազանը հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոս եւ իրավունք ունի մասնակցելու։ Եվ այս բանով, եթե հնարավորություն կտաք միջնորդելու այնպիսի խափանման միջոց ընտրելու, այն պայմանով զուտ պայմանավորված այդ հանգամանքով եպիսկոպոսատ ժողովի մասնակցելու խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը քննարկենք։ Ո՞ր քննարկենք։ Այո, որովհետև նշանակված է դեկտեմբերի 10-ից 12-ը հաջորդ նիստին չենք հասցնի, որովհետև հաջորդ նիստը տեղի ունենալու ամսի 11-ին։ Լիզա Մանտաշյան, հեռախոսը անջատեք, չի կարելի։ Չի կարելի։ Գրավոր տեսքով, հա։ Գրավոր տեսքով, այո, մի օրինակն էլ կարող եմ մեղադրողներին փոխանցել։ Միջոցը վերացնելու կամ փոփոխելու այն դրամաբանությամբ էլի եմ ասում, քանի որ այստեղ նախորդիվ նշվել է, որ այդ տեսակետը, որ կարող է բոլորինը փոխվի, Բագրատ Սրբազանինը մնա նույնը, ես ասում եմ, էլի այն դրամաբանությամբ բաց ենք թողնում, այսինքն ցանկացած միջոց, որը դատարանի համար ընդունելի կլինի ապահովելու Բագրատ Սրբազանի մասնակցությունը եպիսկոպոսատ ժողովին, նույնիսկ չգիտեմ, եթե քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ թույլ կտրվի վերադառնալ հետ կալանավայր ժողովի մասնակցելուց հետո, այդ բանով դրա համար ազատ ենք թողել պատճառաբան, այսինքն միջնորդագրի խնդրամասը, ասելով, որ փոխել կամ վերացնել եւ պայմանավորել ենք եւ մեր սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ եւ 11-րդ հոդվածների մեկնաբանությամբ այստեղ կուզեմ ընդամենը այն ինչ որ բերել եմ նախադեպային որոշումներից Եվրոպական դատարանի ասել որ ասում է ազատազրկման ընթացքում կալանավորները շարունակում են վայելել երաշխավորած բոլոր իրավունքներն ու ազատությունները եւ ազգային իշխանությունները պարտավոր են հարգել կալանավորների կրոնի ազատությունը ձեռնպահ մնալով կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված իրավունքների իրականացմանը որևէ անհիմն միջամտությունից եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով դրական գործողություններ այդ իրավունքների ազատ իրականացումը խթանելու համար հաշվի առնելով բանտային միջավայրի պահանջները։ Ես ուզում եմ դատարանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպական դատարանը այս դիրքորոշումը արտահայտել է դատապարտված անձի առնչությամբ, իսկ այս պարագայում մենք գործ ունենք խափանման միջոցի ներքո գտնվող անձի եւ բնականաբար տրամաբանությունը հուշում է, որ ազատազրկված անձի կարգավիճակը խափանման միջոցի կիրառված անձի կարգավիճակից պետք է էապես տարբերվի, քանի որ պետք է խափանման միջոցը եւ ազատությունից զրկելու իրավունքը տեղավորվի բացառապես խափանման միջոցի տրամաբանության մեջ եւ չխախտի այլ հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Այս համատեքստում ցանկանում եմ արձանագրել, որ տեսեք, մենք Բագրատ Սրբազանը արդեն 6 ամիս կլինի, որ անազատության մեջ է, թեև մենք Եվրոպական կոնվենցիայով կարող էինք միջնորդել, որ պայմանավորված անձի կրոնի ազատությամբ օրինակ ապահովվեր եկեղեցում, տաճարում ծիսակատարություններին մասնակցելու իրավունքի ապահովումը, ինչը չենք միջնորդել։ Բայց այս պարագայում նաև միջնորդության մեջ վկայակոչված է միեք 11-րդ հոդվածով միավորումների ազատությունը, որը Եվրոպական դատարանը դիտարկում է համակցության մեջ
կրոնի ազատության հետ, այն պարագայում, երբ որ մենք գործ ունենք հոգևորականի հետ, ով իրավունք ունի ոչ միայն իր կրոնական համոզմունքներից ելնելով, այլ նաև իր հոգևոր կարգից ելնելով, մասնակից լինելու այս միավորի եկեղեցու բարձրագույն մարմինների եւ իրենց գործունեությունը կարգավորող ժողովներին։ Այս ամեն ինչի համատեքստում ես չեմ ուզում երկար ծանրաբեռնել, բայց ելի եմ ուզում կրկնել, որ այս միջնորդությունը բացառապես պայմանավորված է եպիսկոպոսած ժողովին մասնակցելու իրավունքի ապահովմամբ, որի պարագայում, կրկին եմ ասում, հետագայում, երբ որ մենք հարցը կվիճարկենք Եվրոպական դատարանում կոնվենցիոն իրավունքների սահմանափակման կոնտեքստում, այս հանգամանքը եւս կդրվի, այսինքն ոչ միայն այլ քաղաքական նպատակներով սահմանափակվում է անձի ազատության իրավունքը, այլ նաև եթե այս պարագայում նաև մերժվի իր մասնակցությունը եպիսկոպոսած ժողովին, նաև կխախտվի կրոնի խղճի մտքի եւ կրոնական ազատության իրավունքը եւ նաև միավորումների իրավունքը։ Եվ հետևաբար այս բանով նաև միջնորդության հիմնավորումներով նշել ենք նաև օրենքի եւ դատարանի առջև հավասարության սկզբունքը, հաշվի առնելով, որ արդեն իսկ մի շարք մեղադրյալների խափանման միջոց փոխվել է եւ նույնական մեղադրանքի առկայության պայմաններում Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ կալանքի տակ, դա եւս համարում ենք խափանման միջոցի իրավաչափության փոփոխման պայման եւ այս ամեն ինչի համատեքստում գտնում ենք, որ անհրաժեշտություն է առաջանում, քանի որ այլևս արդարացի հակակշռում չի ապահովում խափանման միջոցի հետապնդած նպատակների եւ այն իրավունքների միջև, որոնք սահմանափակվում են վստահորդիս նկատմամբ, այսինքն այս շրջանակը արդեն ընդլայնվում է այս անհրաժեշտության պայմանավորված ոչ միայն անձնական ազատությունն է, այլ նաեւ միավորումներին մաս կազմելու եւ կրոնական ազատության։ Այս իմաստով միջնորդում ենք, որպիսի խափանման միջոցը փոխվի, վերացվի, ինչպես նշել ենք, եւ պատրաստ ենք կալանքը փոխելու պարագայում նաեւ գրավ միջնորդել մինչեւ 3.800.000 դրամի չափով, կիրառելով վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք։ Այս մասով չեմ ուզի շատ ծանրաբեռնել, որտեղ վստահ եմ այս կարևորության մասին եպիսկոպոսատ ժողովի մասնակցելու Բագրատ Սրբազանը ավելի կարևոր շեշտադրումներ կկատարի։